այլևս նայելու ժամանակ չկա։ Հայրազմագերիների նկարներով եւ արդար դատավարության պահանջով ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչներն այլ գործիչների հետ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց էին։ Միջազգային կառույցից պահանջում էին, որ քայլեր ձեռնարկեն Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Դեր կանգնեն իրենց մանդատին ու այցելեն Բաքվում պահվող հայրազմագերիներին։ Ի պաշտպանություն հայրազմագերիների 10 օրից ավելի Հասադուլ Արասմանը Թանդիլյանը միջազգային հանրությանը կոչ արեց հավասարության նշան չդնել։ Ադրբեջանը համարձակվում է դա թույլ չտալ։ ՄԱԿ-ին, այսինքն աշխարհին թույլ չտալ, անել այն, ինչ իր մանդատի մեջ է, անել այն, ինչի տակ Ադրբեջանը ստորագրել է, որ համաձայն է, ՄԱԿ կառույցները ունեն պարտավորություն։ Եվ մենք այստեղ այլևս չենք լսելու այն տեքստը, որ գիտեք, ձեզ հասկանում ենք։ Մեզ հասկանալ պետք չէ, գործել է պետք։ Բաքվի ռազմական դատարանում 16 հայի, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների բացակայությամբ է ընթանում։ Ադրբեջանը մտադիր է փակել նաև միջազգային Կարմիր խաչի գրասենյակը, որը միակ կառույցն է, որ այցելում է Ադրբեջանում պահվող 23 հային։ Ողբերգական է, որ 21-րդ դարում աշխարհում խաղաղության ու անվտանգության համար ստեղծված կառույցը չի կարողանում կամ չի անում անհրաժեշտ քայլեր։ Արցախի օմբուդսմեն Գեգամ Ստեփանյանի գնահատականն է։ Հավելեց, մարդկանց դատում են ինքնորոշման իրավունքի պայքարի համար։ Միավորված ազգերի կազմակերպությունը, որ իր կանոնադրության մեջ հստակ ֆիքսել է այդ նույն ինքնորոշման իրավունքը, ազգերի իրավահավասարության իրավունքը, ուղղակի որևէ գործողություն չի ձեռնարկում այս հանցագործությունները, ադրբեջանական հանցագործությունները կանխելու համար։ Առնվազն արդար դատաքննություն միջազգային կառույցների մասնակցությամբ 23 օր բանտում հացադուլ արած Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ ընտանիքի միջոցով փոխանցած ուղերձում հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց եթե Բաքվի դատարանում միջազգային ներկայացուցիչներ լինեն։ ՄԱԿ-ի կառույցներից պահանջում ենք իրենց լիազորությունների շրջանակներում դեր կանգնեն իրենց ստանձնած պարտավորությունների եւ այցելեն Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց առողջական վիճակի եւ բռնությունների վերաբերյալ հստակ գնահատական տալով եւ գործողություններ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ։ Եվրախորհրդանը 3 բանաձև ընդունեց Բաքվում պահող հայերի, այդ թվում Արցախի նախկին ղեկավարության մասին, կոչ անելով Ադրբեջանին նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 հայտարարեց, որ ռազմագերիների հարցով Բաքվի հետ համաձայնություն չկա։ Ադրբեջանի նախագահի խորհրդականը 3 անընդունելի համարելով հայերին գերի ու պատանդ անվանելը առանց դատարանի որոշման նրանց մեղավոր է ճանաչել, մեղադրելով մարդկության դեմ հանցագործության համար։ Միջազգային կազմակերպությունները նոր են սկսում արձագանքել այն, ինչ արդեն 500 օր եւ ավել մեր հայրենակիցները այնտեղ ենթարկվում են խոշտանգումների, կեղծ մեղադրանքներով դատվում են եւ ոչ թե դատվում են նրանք որպես անձինք, այլ դատվում է հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը։ Բաքվում 3 կայացած դատական նիստի ընթացքում ըստ ադրբեջանական պետական ազերթաչի հայ ռազմագերիներին տրված հարցերի մեծ մասը Հայաստանի հետ կապերի մասին է եղել։ Քննությունը ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ հասել է 1988 թվականի Ղարաբաղյան շարժմանը, փորձել է նույնիսկ պարզել, ովքեր են Երևանում մասնակցել միացում շարժման հանրահավաքներին։ Հարցեր են հնչել ընդհուպ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիեր Սեֆիլյանի մասին։ Ըստ ազերթաչի Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը իբրև թե ասել է, որ Լեռնային Ղարաբաղի պետական բյուջեն ձևավորում էր Հայաստանը, Հայաստանի եւ Արցախի բնակիչների տեղաշարժը անցակետում չէր գրանցվում։